Սյուրռեալիզմը 5 րոպեում։ Հավանաբար լսել եք Սալվադոր Դալիի, Ռենե Մագրիտի կամ Ֆրիդա Կալոյի մասին։ Այս սյուրռեալիստ նկարիչները ստեղծել են մի շարք հիանալի արվեստի գործեր։ Բայց արդյոք գիտեք այս շարժման փիլիսոփայության մասին։ Ինչ կապ ունի Ֆրոյդը սյուրռեալիզմի հետ։ Ինչու Դալին ցույց տվեց մեզ իր երազներն ու մղձավանջները, եւ ինչու Մագրիտը նկարեց անձրևող մարդիկ Գոլկոնդա կտավը։ Եկեք պարզենք։ Սյուրռեալիզմը որպես շարժում սկիզբ է առել Փարիզում 1924 թվականին։ Խորապես ոգեշնչված հոգեվերլուծության նախահորից։ Ահա բժիշկ Զիգմունդ Ֆրոյդը։ Անդրե Բրետոնի շուրջ հավաքված մի խումբ երիտասարդ ֆրանսիացիներ ուսումնասիրում էին արվեստի ստեղծման նոր ուղիներ։ Կիրառելով ավտոմատ գրությունն ու նկարչությունը նրանք փորձում են հասնել բանականության անգիտակից մասերին եւ բացահայտել իրենց իրական բնությունը։ Ոմանք նույնիսկ թմրանյութեր էին օգտագործում եւ կիրառում հիպնոզ մարդկային հոգեկերտվածքի թաքնված կողմերը բացահայտելու համար։ Բրետոնը, որ ինքն էլ ուսանող բժիշկ էր, միշտ հետաքրքրվում էր հոգեբանական վիճակների ուսումնասիրմամբ, իսկ Ֆրոյդին բնութագրում որպես մարդ հետազոտող։ Տարված լինելով Ֆրոյդի տեսական գաղափարներով, Բրետոնն օգտագործեց դրանք սյուրռեալիզմի փիլիսոփայությունը ստեղծելու համար։ Իր սյուրռեալիզմի մանիֆեստում Բրետոնը սյուրռեալիզմը բնորոշում է որպես մաքուր հոգեբանական ավտոմատիզմ, որի միջոցով նկարիչն արտահայտում է իր մտքերը առանց բանականությունը կառավարելու։ Սյուրռեալիստներն օգտագործում էին Ֆրոյդի երազների մեկնաբանությունը որպես ոգեշնչում։ Ֆրոյդի համար երազները անգիտակցականի ուղիղ արտահայտումն էին։ Նրանք ցույց են տալիս մեր իրական ցանկությունները, մտքերն ու վախերը։ Սյուրռեալիստական երազային նկարներում, ինչպիսին է օրինակ Դալիի Մեղվի թռիչքից առաջացած երազը, մենք տեսնում ենք ժայռին քնած նկարչի կնոջը, գալային, շրջապատված հրացանով, ձկով, փղով, նռով եւ երկու վագրերով։ Գեղանկարչության այս տեսակը ցույց է տալիս իրերի անտրամաբանական համադրություն, որոնք ունեն խորհրդանշական, իսկ ավելի հաճախ սեքսուալ նշանակություն։ Հակադիր տարրերի այս համադրությունը հանդիպում է նաև Ռենե Մագրիտի նկարներում։ Իր Գոլկոնդա նկարում Մագրիտը պատկերել է անձրևի կաթիլների նման երկնքից թափվող միանման մարդկանց ավելի քան 100 ֆիգուր։ Բոլոր մարդիկ ռեալիստորեն են պատկերված, բայց օդում սավառնող մարմինների Մագրիտի սյուրռեալիստական դասավորությունը թվում է կարելի է տեսնել միայն երազի ժամանակ։ Ֆրոյդի երազային բնապատկերն առկա է նաև Ջորջո դե Կիրիկոյի մետաֆիզիկական նկարներում։ Դատարկ հրապարակների երազանման մթնոլորտ, աշտարակներին եւ կամարներին երևացող սեքսուալ սիմվոլներ եւ հակադրվող տարրերի համադրություն, այն ինչ սիրում էին սյուրռեալիստները։ Մեծ տարբերություն կա Ֆրոյդի եւ սյուրռեալիստների միջև։ Ֆրոյդի տեսություններն առաջին հերթին նախատեսված էին մարդկանց ինքնազգացողությունը բարելավելու համար, իսկ սյուրռեալիստներին չէր հետաքրքրում հոգեվերլուծության բուժական կողմը։ Նրանք պարզապես ուզում էին բացահայտել դրա ստեղծագործական ներուժը։ Այսպիսով, երբ Բրետոնն առաջարկեց Ֆրոյդին գրել իր կազմած երազների անթոլոգիայի ներածությունը, հայտնի հոգեվերլուծաբանը մերժեց։ 1921-ին Բրետոնը որոշեց մեկնել Վիեննա եւ հանդիպել Ֆրոյդին։ Բայց հեռացավ հիասթափված, քանի որ ավստրիացի հոգեվերլուծաբանը առանձնապես հետաքրքրություն չցուցաբերեց սեփական տեսության գեղարվեստական դրսևորումների նկատմամբ։ Դառնացած Բրետոնն անգամ բնութագրեց Ֆրոյդին որպես վայելչություն չունեցող ծերունու։ Գուցե ինքներդ ձեզ կհարցնեք, իսկ ինչ էր մտածում Ֆրոյդը սյուրռեալիստների մասին։ Դե ինչ, նա բավական հստակ նկարագրել է իր տեսակետը 1932 թվականին Բրետոնին ուղղված նամակում։ Ֆրոյդը գրել է. Ես չեմ կարող ինձ համար պարզել, թե ինչ է սյուրռեալիզմը եւ ինչ է այն ուզում։ Գուցե ինձ վիճակված չէ դա հասկանալու, ինձ, ով այդքան հեռու է արվեստից։ Եվ այսպես պարզ է դառնում, որ Ֆրոյդը որոշակի թերահավատությամբ էր վերաբերվում սյուրռեալիզմին։ Բայց սյուրռեալիստները դեռևս շարունակում են ուսումնասիրել մարդու հոգեբանությունը եւ սյուրռեալիզմին վերաբերվում որպես բանականության փիլիսոփայություն։ Նրանք ուզում են հոգեվերլուծական տեսություններին պոետիկ արտահայտություն տալ արվեստի միջոցով։ Գուցե սյուրռեալիստներին չէր հետաքրքրում Ֆրոյդի գաղափարների օգտակարությունը, բայց նրանք ստեղծեցին մի շարք հետաքրքիր արվեստի գործեր, որոնցով մենք մինչ օրս զմայլվում ենք։ Եվ եկեք չմոռանանք, որ արվեստով զմայլվելը նույնպես օգտակար է բանականության համար։